Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Հայկական ֆուտբոլի թշվառությունը կամ մեծ հաղթանակների կարոտով, ինչպես են ներողություն խնդրելով շարունակում պաշտոնավարել եւ արդյոք հնարավոր է մի քանի ամսում լուծել տարիներով կուտակված խնդիրները։ Ուզում եմ ներողություն խնդրեմ հայ ժողովրդից։ Խմորումներ, ինչ-որ սկանդալ էին, հայտարարություններ։ Խնդիրը ֆեդերացիայի մեջ է, ասեք տնեք։ Հույս ու հավատն եմ արում։ Ինչ-որ մի բան տրակում է, ինչ-որ միտեղ։ Արդեն ձախողված է։ Ներողություն եմ խնդրում հանրությունից։ Ատելության խոսք, վիրավորանք, զրպարտություն կամ պատիժ դատավորի հայցողությամբ, արդյոք չեն կիրառվում երկակի ստանդարտներ եւ ինչու են պաշտոնյաները անպատիժ մնում։ Մաքրել ձեր շրթունքները։ Ատելության խոսքի եւ վիրավորանքի սահմանն այնուամենայնիվ շատ նուրբ է։ Հատկապես կանանց տեսանկյունից ձախ ոտքով էր արթնացել կամ երազումին չէր տեսել։ Առաջին եւ վերջինը չեն ցավոք սրտի։ Նպատակը փուլին ուժեղից պաշտպանելու։ Անելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք։ Ուզում էինք ավելի լավ ստացվեց, ինչպես միշտ կամ բարեփոխումը վտանգավոր է կյանքի համար։ Ինչու է մարզերում շտապօգնությունը հաճախակի ուշանում եւ ինչ գին են վճարում սրտի կաթված եւ ծանր վնասվածքներ ստացածները։ Ամենամոտ աշխատախումբը կարող լինի օրինակի համար Վանաձորի աշխատախումբ։ Հալին ավելի շիտ չէր աստի քան աշտարակը։ Իրանք մնում են նույն քաղաքներում, այո, տեղակայված։ 50 րոպե հետո նոր եկավ։ Ապարանը Քիշնի հենակ սպասարկել։ Մոխամանով հարվածել էր, իրենց մոտեցա շտապօգնության աշխատակցին։ Հղի կնոջ հետ վթարի ենթարկվածն ու ամրակապվելու հետևանքով ողջ մնացածները, ինչու են պաշտպանի ջարդիլապատնեշները դարձել գլխացավանքը եւ ինչու են գերեզմանից դագաղը տեղափոխել այլ վայր։ 99-ը։ Մենակ Սայգայա։ Իրա կոշիկներն, հա։ Այնտեղից բերե տեղափոխել աստը։ Որ ամրակապված լինեն։ Անետարը թաղելա ուրիշ տեղ։ Իսկ քանի մետր գնացած կլինի։ Մեկին մի, մեկին հազարումի կամ կյանքի անարդարություններին դիմագրավելու արդյունավետ բանաձևը, ինչպես են 3 հոգով 33,000 դրամով գոյատևում եւ անմարդկային ինչ պահանջի տուրք չի տվել անկոտրում կինը։ Առնետների հետ ապրելով, կյանքի հետ կռվելով, Պուճումուկը հելելա իմ ու մամայի ու հողոյի վրա։ երեխեսին մեր գնացքի տակ։ Քամին գալիս է զբոսնում ես։ Ջարդված փոքր կառավաթա երեխաներն այդտեղ են քնում։ Ապահից ես նեղացել եմ։ Հավաքարարի աշխատանք են կատարել, այգեգործություն են կատարել։ Հայր, որ ես դուրս ես։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։